Տեղյակ եմ, որ այս հանդիպումը թուրք լրագրողների հետ տեղի պիտի ունենար մի քանի ամիս առաջ։ Դեռևս 24 թվականի աշնանա։ Բոլորս գիտենք, որ հիմնականում մասնակցել են պետական հարթակում աշխատող թուրք լրագրողներ։ Սթարը, Անադոլու գործակալության ներկայացուցիչները, Անկարա Նյուզի, CNN Թուրքի, կարծեմ 4 թե 5 լրագրողներ, 3 փորձագետներ եւ վերլուծաբաններ, շուրջ 7 հոգի եւ ամփոփիչ հանդիպումը, եթե չեմ սխալվում, տեղի ունեցել Մարիաքաղաքի Մարիո Թուրանոցի սրահում եւ նույնիսկ համակցված սինխրոն չէ, սիմուլտան թարգմանություն չի եղել, անգլերեն է եղել, տեղյակ եմ եւ իմ ընկերների միջոցով ես ունեմ որոշակի իրազեկվածություն, թե ինչ է կատարվել։ Նախ սկզբից փորձել են նրանք խոսեն հոխուր տալիս ոճով, այսպես ասած, մեզ մեղադրելով տարբեր կարգի ապակայունացման 30 տարիների ընթացքում ցեղասպանության, արտաքին քաղաքականության գործոն դարձնելու առաջնահերթություն, ելի տարբեր մեղադրանքներ, հատկապես սահմանների բացման հետ կապված փորձեր արվում, մեղադրանքի նժարը թեքել դեպի Հայաստանի կողմը, այդ ամեն ինչին տեղյակ եմ, շատ բան կարող եմ ասել, բայց պիտի ասեմ դարձյալ հավանաբար հարցազրույցի ձևաչափը թույլ չի տալիս ասելու շատ բաներ։ Ինչու եմ ես այսքան բանը ասում, որովհետև քանի որ սա առաջի այցն էր թուրք լրագրողների եւ ընդ որում սրանք եկել են Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով։ Այն որ ասում են մեր միջոցներով, բան եւ այլ, դա հրավիրող կողմն է հոգում բոլոր ծախսերը։ Ես պիտի ասեմ, որ թուրք լրագրողների պահվածքը, հատկապես CNN Թուրքի, որը համարվում է իրենց Անադոլու գործակալության հետ մեկտեղ, համարվում է իրենց երկու կարևորագույն լրատվական հարթակները, իրազեկվածության, չէ, բանը, գերատեսչությունները, չէ, դեպարտամենտները, իրանք փորձ արեցին մեղադրել Հայաստանի Հանրապետությանը սահմանների բացման, ցեղասպանության հետ կապված, հայ-թուրքական առևտրաշրջանառության, տնտեսական եւ նրանք փորձում են ներկայացնել, որ պիտի սահմանը բացվելուց եւ թուրք-հայկական բարիդրացիական կամ չգիտեմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո մեր երկրում անմիջապես լինելու է պարադայս, դրախտ։ Բայց գալով վարչապետի կողմից անդրադառնալով ցեղասպանության խնդրին, ես պիտի ասեմ, որ այլ բան ես չէի ակնկալում, համենայնդեպս վարչապետը միգուցե շատ կարճ, բայց համառոտիվ ներկայացրեց, որ դա չի քննարկում առհասարակ, դա բացարձակ ճշմարտությունը, այլ բան է, որ ներկայումս նա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Ես առհասարակ պիտի ավելացնեմ, մտնի, չմտնի ցեղասպանության փաստի հետ թուրքերը պիտի երբևիցե առերեսվեն։ Դա կարելի է ասել եւ թուրք լրագրողներին, դա կարելի է ասել եւ Ալիևին, դա կարելի է ասել եւ Էրդողանին։ Եթե Միացյալ Նահանգների նման գերտերությունը, մոնստր տերությունը հաշվի է նստում ցեղասպանության հետ, այլևս սրա մասին խոսել չի կարելի։ Երկրորդը կապված Արևմտյան Հայաստանի եզրույթի հետ եւ այլը, գիտեք, բաներ կա, որ ես էլ եմ շատ հարցերում իմ համար էլ է դառնում զավեշտալի։ Եվ ոչ միայն դա, եւ նաեւ երևակայական Հայաստանի մասին, չգիտեմ իրական Հայաստանի մասին, չգիտեմ Հայաստանը խորհրդային ժամանակներում եղել է մեր հայրենիքը, բայց մեր պետությունը եղել է կամ Կիլիկան, միջնադարում մեր հայրենիքը եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Կիլիկան, գիտեք, սրանք շատ խորը։ Սա եւ նրա մասին է, որ դուք ասում եք պետք է մասնագետների հետ ունենա քննարկում։ Տեսեք, ես մի բան պիտի ասեմ, սովորաբար դուք գիտեք մեկ-մեկ ես անուններ եմ տալիս։ Ես մի բան պիտի ասեմ, որ ժամանակին, երբ որ ես կանգնում էի իմ լուսավոր ուսուցիչներ Ջոն Կիրակոսյանի եւ Վահագն Դադարյանի կողքին, չնայած ես ինքս էլ ունենալով գիտելիքների նորմալ պաշար, ես ամաչում էի իրենց մոտ խոսալուց, երկնչում էի։ Այլ բան է, որ 1 ժամ հետո, 2 ժամ հետո իրենք ընդհակառակ ասում են, պիտի խոսես, դու պիտի ասես, իրենք էլ բան էին անում, բայց ես պիտի ասեմ, մեր քաղաքական հայագիտությունը այսօր ես ունեմ, ճանաչում եմ մարդկանց, որոնք այսօր պատրաստ են լրացնելու այդ բացը, տետատետ,
30 դեմարդեմ նստելու կառավարության անդամների հետ եւ ես երկու հարցով պիտի դիմեմ Հայաստան Հանրապետության վարչապետին որպես պաշտոնական դիմում եւ պաշտոնական հաղորդագրություն շուտապույտ կերպով աշխատակազմի մեն դիմում եւ իմ կողմից հարգված Նազելի Բաղդասարյանին արագ կերպով կազմակերպել այդ հանդիպումը մասնագիտական հանրույթի հետ առավել եւս ես խոստանում եմ որ օծի կամ վագրի պես չենք կծելու հաստատ բարձրացնելու ենք այնպիսի հարցեր որոնք մտահոգելու են մեր ժողովրդին եւ մեր պետականությանը ելնելով պետական շահից այլ բան ասել չեմ կարող թուրք լրագրողների հետ եւ եւս պիտի ասեմ մեր վարչապետին երկրորդը կարծում էլի հարցեր կունենանք մենք եւ պիտի ասեմ որ թուրք լրագրողների մեջ նաեւ կային եւ հատկապես վերլուծաբանների մեջ եւ մեր կողմի ելույթներից հետո էլ նրանք տեսան որ իրենք պիտի գնան մենակ կառուցողական ճանապարհով դեստրուկտիվ կերպով իրենք չեն կարող առաջ գնալ եւ այս հանդիպումը պետք էր եւ ոչ թե պետք էր չընդունելով թուրք լրագրողների այսպես ասած նույնիսկ մոտիվացիայից Հայաստանը մռայլ երկիր է նախկինում եղել է Երևան նախկինում եղել է չգիտեմ թուրքական անուններին նույնիսկ մեղադրեցին մեր կադաստրի կոմիտեին այդպիսի քաղաքականության համար տեղանների հարաճու փոփոխության համար բայց վերջում իրենք եկան այն զրակացության որ անընդհատ պետք է այս շփումը այս կոնտակտները ավելի ֆրիկվանտ ձևով հաճախակի կերպով կայանան եւ այս հատկապես փորձագետները եւ լուծաբանները պիտի ասեմ շատ բարձր տպավորությամբ այստեղից գնացին ընդհանրապես ես այդ կարող եմ ասել Պարոն Սաֆարյան մեր ժամանակը ավարտվեց հարցերը շատ են կարծում եմ նորից կհանդիպենք կունենանք հնարավորություն 1-2 խոսքով եթե կարող եք ինչպես եք բնութագրում հետևում եք նաեւ հիմա Գյումրիում եւ Փարաքարում տեղ ունեցող ընտրությունները ոչ միայն հետևում եմ, փորձում եմ նաև իմ մասնակցությունս բերել իմ ուսանողների միջոցով, իմ մասնագետ ընկերների եւ իմ շրջապատի դուք բոլորդ գիտեք, որ ես ինքս ինչքան եմ որպես sociable man, չէ, կոմունիկաբելնի բոլորին կոչ եմ արել Գյումրիում ընտրություններին անպայման տեր կանգնել իրենց ձայնին եւ եթե Գյումրիում պիտի գնանք քվեարկելու կոչ եմ արել քննարկելու օրվա տեխնացու Սարիկ Մինասյանի օգտին, քանի որ ես ճանաչում եմ ոչ միայն իրեն, այլ նաեւ անձամբ իր գերդաստանը եւ Փարաքարում էլ կոչ եմ արել համայնքում խոշորացված համայնքի ընտրություններում կոչ եմ արել ձայնը բարձրացնել հոգուտ պաշտոնակատար ուրեմն Լյուդվիգ Գյուլնազարյանին, քանի որ ճանաչում եմ նրա գերդաստանը, նրա քերին եղել է ազատամարտիկ ռազմիկը, իմ ընկերը, քանի որ ես Փարաքար համայնքի հետ առնվազն 4 տասնամյակ կապված եմ թելերով, բարեկամական, իմ քավորը հարսանիքի, իմ ամուսնության քավորը 20 տարի շուրջ եղել է Փարաքարի համայնքապետը Սամվել Վարդանյանը, մի հերոս մարդ անձնավորություն, որը եղել է փոքր օդանավակայանի փոխադրումների ծառայության ղեկավարը Արցախյան պատերազմի տարիներին եւ անազնական կյանքով ապրել է մի քանի տարի։ Այնպես որ ես կոչ եմ անում այնտեղ եւ գիտեք ինչ, ես մի բան էլ պիտի ասեմ, մենք պիտի հիվանդագին չտանենք։ Ինչքան էլ ես լինեմ որպես կողմ այդ ընտրություններին, ես նաեւ մասնակցելու եմ, եթե պետք նաեւ շրջիկ վստահված անձ եմ լինելու, անգամ եթե լինեն այլ հաղթողներ, հաղթողներ, այլ հաջողության հասածներ ընտրություններում դա եւս ողջունելի է, որովհետեւ դա խոսում է ժողովրդավարության մասին։ Այնպես չի, որ ասեն, գիտեք, ինչ մենք այլևս պիտի թշնամական վերաբերմունք ունենալ, բայց ես ասեմ հետեւյալը։ Տեսեք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հիմա լուրջ հայտ են եւ լուրջ նախապայման են 26 թվականի համապետական հերթական ընտրությունների համար։ Ինչու եմ ես սա ասում, որտեվ եթե վարչապետը Գյումրիում հայտարարում է սա մեր վերջին ճակատամարտն է, բա 7 տարի, ինչու չես վարչապետ ջան, ինչու չես ճակատամարտեր տվել։ Դուք ասում եք Վարդան Ղուկասյան, դուք ասում եք Բալասանյան Դաշինք, դուք Փարաքարում ասում եք չգիտեմ նախկին ներկա, այսօր էլ Փարաքարում այնպիսի մարդիկ են մտել որպես տեխնացուներ, որոնց ճանաչելով, որոնց նույնիսկ գերդաստանը ճանաչելով, ամաչում է, ասում եք Գյումրիում մենք պիտի հետ բերենք 300-ից 400 միլիոն, ինչու եք բաց ասում, սա նշանակում է հանցագործության մասին հաղորդում, հետևյալն եմ ասում, դուք լավ գիտեք, որ ես առնվազն
10-15 տարի եղել եմ համանքային ընտրություններում շտաբի պետ եւ Ավանում ես չեմ 3 մարդկանցից մեկը կազմակերպման ես երրորդը հաստատ չեմ եղել 4 անգամ եւ ես մի միլիմետր, եթե ասեմ սանտիմետր, կասեն որ միլիմետր հող չեմ ունեցել ես։ Ոչ էլ ինձ պետք էր։ Հիմա տեսնում եք դատախազի դատավարությունը, ասում ես Երևան քաղաքում մի սանտիմետր հող չեմ վերցել, որ ուզենայի կեսը կվեր։ Ոնց կգրավեր դու դատախազի, դու պիտի քո ֆունկցիան կատարես։ Դու քո ֆունկցիան չես կատարել։ Հիմա ես ասում եմ, մեր երկրին արդարադատության էլեկտիվ մոտեցում պետք չի, օր առաջ սա պիտի լինի։ Եվս ընդամենը 1 րոպե պիտի ասեմ դիմելով դարձյալ կառավարությանը եւ արդարադատության մարմիններին։ Գնում է դատավարություններ ապօրինի գույքի, չէ, իլգոթեն գենս, հեշտ բան, չէ, հեշտ ճանապարհով հարստացած գույքը յետ բերելու համար։ Միայն 2002-ից 2001-ից մինչև 2015-20 թիվը ընկած Երևանի 4 քաղաքապետերի ունեցվածքը մի քանի միլիարդ դոլարը անցնում է դոլարային համարժեքով։ Եվ նրանց սեփականության վկայականները մի քանի ինքնաթափ բեռնատար մեքենաներ չեն կարող տեղափոխել։ Ինչի մասին է խոսքը։ Ում եք դու եւ ընդ որում ինչպես են սեփականաշնորհ գերակա շահ ճանաչված 60 հոդվածների տակ գտնվող սեփականության օբյեկտներ տեսեք Աբովյան փողոցի, Թումանյան փողոցի, մյուսի միայն նախկին ոստիկանապետի, նախկին գլխավոր դատախազի, նախկին ՊԵԿ-ի նախագահի ունեցվածքը մի քանի միլիարդ դոլարը անցնում է եւ գիտեք իրենք այսօր ասում են մենք հիվանդ ենք այդ նրանց տեղեկանք տրվողներն էլ պիտի նստեն, պիտի բանտում լինեն ինչ է նշանակում եթե հիմա նրանց ասեն ձեր հանդեպ հակակոռուպցիոն կոմիտեն վարույթը կասեցնում է եւ ձեզ նշանակում են նախկին դիրքերում ես ասում եմ որ ոչ մեկը մարաթոնյան վազքի ոչ մի չեմպիոն չի կարող նրանց հավասար մրցավազք իրականացնել, քան նրանք կհասնեն իրենց նախկին աթոռներին։ Այսպես է իրականությունը, այսպես է մեր արդարադատությունը, որը սելեկտիվ կերպով է եւ սրա ամենամեծ մեղավորը հանրապետության կառավարությունն է։ Եթե հետեւողական չեղավ, ես ինքս եմ առաջինը դատապարտելու կառավարության գործունեությունը այս ուղղությամբ։ Եթե պետության թալանված միլիարդները հետ չբերվեն եւ ավելին ասեմ, եթե այս մարդիկ ովքեր անխիղճ կերպով բանակի, քաղաքի տարբեր ոլորտներում ՊԵԿ-ում այս գումարները անխիղճ կերպով թալանածները ինքնակամ իրենք պիտի ինքնակամ վերադարձնեն պետությանը եւ մեր ժողովրդից էլ ներողություն խնդրեն։ Ինչ խոսք կարծում եմ ընտրությունները կանցնեն ոչ լարված մթնոլորտում եւ ընտրությունները ես իմ ներքուստ համոզված եմ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուները հաղթելու են եւ ես պիտի կոչ անեմ իմ բոլոր գործընկերներին, իմ ուսանողներին անվարան կերպով իրենց ձայնը բարձրացնել հօգուտ Գյումրիում Սարիկ Մինասյանի, իսկ Փարաքարում Լյուդվիգ Գուլնազարյանի օգտին։